Աստված օրհնի բոլորիդ։ Եթե առաջի անգամ ես եկել, ուզում եմ ներկայացնեմ մեր եկեղեցու մասին շատ ունիկալ եկեղեցի ունենք, շատ հատուկ, յուրահատուկ եկեղեցի ունենք, որ նման չի ոչ մի տեղին, ոչ մի բանին։ Մեր բոլորիս փափագն է լսենք Սուրբ Հոգու ձայնը։ Մեր բոլորիս փափագն է, որ մենք լսենք Տիրոջ ձայնը ու առաջնորդվենք։ Ու այսօր էլ ոնց որ ներկայացնեց մեր Կասիա քուրը, այսօր էլ մի հատ յուրահատուկ ձևով անցնելու, որ երբևէ տենց չի անցնել, խոսելու է Հայկ աղբերը, խոսելու է Անդրանիկ եղբայրը եւ մի քիչ էլ ես։ Սաղմոս 7:9 Օ թող սպառվի ամբարիշտների չարությունը, իսկ արդարին հաստատիր, քանի որ դու սրտեր ու երիկամուն քննող ես, ով արդար Աստված։ Սրտեր ու երիկամուն քննող։ 14 տարվա փորձառությունից հետո իմ կարծիքով ես կարող եմ մի փոքր խոսալ երիկամների մասին։ Հնարավոր է սկզբի մասը ձեզ թվա կենսաբանության դասի եք եկել, բայց ընթացքում վստահ եմ, որ անգամ թե մարմնավոր օգուտ կստանաք, հավատում եմ նաև հոգևորին։ Ուրեմն երիկամի մասին ինչ ֆունկցիա ունի։ Շատ կարևոր է երիկամը մեր մարմնի համար։ Ինչ ֆունկցիա ունի։ Այն թունավոր նյութերը ազատում է արյունից, ուղարկում միզապարկ եւ այն դուրս է գալիս։ Ինչ է կատարվում, երբ որ ֆունկցիան խախտվում է։ Ամեն մեկի մոտ տարբեր է այդ խախտումը ու տարբեր էֆեկտներ է տալիս, բայց բժշկությունը այդ խախտումից հետո տալիս է երկու լուծում։ Մի լուծումը արհեստական կերպով ազատում է թունավոր նյութերը մեքենայով։ Երկրորդ լուծումը դա փոխպատվաստումն է։ Ուրեմն փոխպատվաստման մասին ինչ է կատարվում, մեկ այլ մարմնի, մեկ ուրիշ օտար մարդու մարմնից օրգանը տեղափոխում են այդ մարդու մարմնի մեջ, բայց ինչ է կատարվում։ Այդ ժամանակ լրիվ վերականգնվում է մարդու ֆունկցիան եւ մարմինը սկսում է նորմալ գործել։ Բայց ինչ թերություն ունի փոխպատվաստումը։ Ինքը իրանից ինչ փոխպատվաստումը ինչ թերություն ունի։ Քանի որ այն օտար մարմին է, օրգանիզմը չի ճանաչում այն։ Օրինակ նկատել եք, մեր Աստված հենց է ստեղծել մեր մարմինը, որ երբ որ մատդ փուշ է մտնում, եթե ուշադրություն չդարձնես, այն մի քիչ մնում է եւ հետո սկսում է թարախակալել։ Ինչ է կատարվում։ Մեր օրգանիզմում Աստված դրել է իմունային համակարգ, իմունային համակարգը տեսնում է օտար մարմին եւ ամբողջ համակարգով պայքարում են, որ դա մեր մարմնից դուրս անեն։ Նույն կերպ է, երբ որ մարդու ներսում օտար մարմին են դնում, իմունային համակարգը տեսնում է, որ դա իրենը չի եւ ամբողջ իմունային համակարգը սկսում է պայքարել նոր երիկամի դեմ։ Բայց ինչ լուծում ունի բժշկությունը դրա համար։ Բժշկությունը արհեստական ձևով, դեղերով, դեղամիջոցներով իջացնում է իմունային համակարգը եւ նոր երիկամը իրան լավ ազգում ու տենց մարմինը սկսում է գործել։ Այնքան ժամանակ մինչեւ ամեն ինչ հարմարվում է, նոր մարմինը հին մարմնին հարմարվում է եւ սկսում է գործել։ Բայց ինչ նաեւ վտանգավոր կա, երբ որ մարդու իմունային համակարգը, իմունիտետ ենք ասում, մարդու ընկնում է, մարդը գտնվում է շատ վտանգավոր գոտու մեջ, շատ վտանգ է իրանից ներկայացնում, որովհետեւ ամեն մի վարակ հնարավոր է շուտ վերցնի։ Դրա համար այդ էլ խնդիր է ու այնքան ժամանակ մինչեւ մարմինը կարգավորվի եւ արդեն դա էլ թուլացվի ու նորմալ ընթացքը սկսվի։ Բայց մինչեւ այդ ամենը ինչա կատարվում, մինչեւ այդ դրան հասնելը սկսում է ցավալ մարդու գլուխը։ Մարդը գնում է բժշկի մոտ։ Մարդը գնում է բժշկի մոտ, բժիշկը իհարկե միանգամից չափում է ճնշումը, տեսնում է մարդու ճնշումը բարձր է ու բժիշկը սկսում է բուժել մարդու ճնշումը։ Դեղերով, դեղամիջոցներով իջացնում է, պայքարում է մարդու ճնշման դեմ
եւ ճնշումը ընկնում է, մարդը իրան լավ ազգում ժամանակավոր ու հանգիստ ապրում է, շարունակում է ապրել։ Բայց մեր օրգանիզմում այդ ամեն ինչը որ կատարվում է գլխացավեր, ինչի համար այս sense գնում հնարավոր է մարմնավորել, ինչ որ օգուտել ստանաք մի օր, երբ որ ձեր գլխացավեր կամ ինչ որ բան լինի, միանգամից այս խոսքն էլ կհիշեք, որ շատ ուշադիր լինեք ձեր մարմնին եւ առողջ լինեք։ Ինչ որ կատարվում է մեր օրգանիզմում, ինչ որ մի բան կատարվում է, հենց այնպես չի կատարվում։ Այդ ամեն ինչը կատարվում է մեզ հուշելու համար։ Միանգամից գնում է հուշումը ճնշումով, որ ինչ որ մի բան մարմնում այն չի, ուշադրություն դարձրու, սննդակարգի հետևի, մարմնի թևի, մարմնամարզություն արա, այսինքն այդ ամեն ինչը իզուր չի ու այդ ամեն ինչը կատարվում է մեր համար։ Մինչ մենք մեր ճնշումը իջացնում ենք արհեստական ձևով, ինչա կատարվում։ Օրգանը, որը որ արդեն մենք ինքը էլի չի ցույց տալի այդ բանին իրան ճնշել ենք, օրգանը սկսում է շարքից դուրս գալ։ Եվ ընթացքում, ինչ որ մենք ինքը մինչև այդ ասել էր ճնշումը բարձրացել էր, ասում էր ինչ որ բան կա, այդ ընթացքում օրգանը շարքից դուրս է գալիս։ Օրինակ երիկամը շարքից սկսում է դուրս գալ եւ դրանից հետո հիվանդանում է ամբողջ մարմինը։ Եվ դրանից հետո ստիպված պետք է սպասի արհեստական միջամտությանը կամ փոխպատվաստմանը։ Այսքանը ընդհանուր կենսաբանության դասից հուսով եմ ինչ որ օգուտ կունենաք։ Հիմա անցնենք մի քիչ գնանք հոգևորին։ Հռոմեացիներին 12:4-5, որովհետև ինչպես մեկ մարմնի մեջ շատ անդամներ ունենք եւ բոլորը միևնույն գործը չեն կատարում, այնպես էլ մենք շատ լինելով մեկ մարմին ենք Քրիստոսի մեջ եւ յուրաքանչյուրս միմյանց անդամ ենք։ Հիմա Աստծո խոսքը ասում է, որ մենք բոլորս միմյանց անդամ ենք։ Մեկ մարմնի մեջ բոլորս իրար անդամ ենք Քրիստոսի մեջ, փող կապակցված ենք, կպած ենք իրար։ Հիմա կխնդրեմ նկարը գցես լուսին։ Եթե այս նկարը տեսնեք, բոլոր օրգաններին ինչն է կապում։ Բոլոր օրգանների մեջով մի բան է անցնում։ Արյունը, ասեմ որ կապույտն էլ է արյուն։ Կարմիրն էլ կապույտն էլ արյունն են այդ բոլորի մեջով արյունն է անցնում։ Եթե մատնել ձեր փակեք ու կյանք տվողը արյունն է։ Եթե ձեր մատնել փակեք մի որոշ ժամանակ, ինքը հետո ենթակա չի լինի, այսինքն կյանք չի ունենա, բայց հենց բացեք էլի կշարունակվի կյանքը։ Ամեն ինչի մեջով արյունն է անցնում։ Իսկ ինչ գիտենք արյան մասին հոգևոր տեսանկյունից։ Ինչ գիտենք արյան մասին։ Ղևտացիների 17:11, որովհետև մարմնի հոգին արյան մեջ է, եւ ես ձեզ տվի այն, որ զոհասեղանի վրա ձեր հոգիների համար քավություն անեք, որովհետև արյունն է, որ քավություն է անում իր մեջ եղած հոգով։ Հիմա հասկացանք, որ ամեն մարմնի հոգին իր արյան մեջ է, ամեն մարմնի։ Ու հիմա երբ որ տեսնում ենք, երակներ ամբողջ մարմնի մեջ են, իսկ որտեղ է եկեղեցու հոգին։ Հովել 2-րդ գլխում Տեր ասում է. իմ հոգին կհեղեմ բոլոր մարմնի վրա։ Իմ կարծիքով հասկանում եք ուր եմ գնում։ Տեր ասեց իմ հոգին կհեղեմ ամբողջ մարմնի վրա։ Իսկ վերևում ասում էր ամեն մարմնի հոգին արյան մեջ է։ Իսկ որտեղ է այն հոգին, որը Տերը թափեց ամբողջ եկեղեցու վրա։ Չէ որ Տերը ասում է հոգին արյան մեջ է, իսկ Տիրոջ հոգին որ արյան մեջ էր։ Մտքների եկավ մի անգամից Հիսուսը, տենց էլ պետքա լիներ։ Հիսուսը ասեց, ահա ուխտի արյունը թափվում է բոլորի մեղքերի համար։ Ու այդ արյան մեջ էր Աստված, ինքը Աստված։ Արյունը թափվեց բոլորիս համար։ Ու թափվեց եկեղեցու համար, ու մենք բոլորս կպանք իրար այս արյունով։ Վերևում Քրիստոսը, արյունը տարածվում է բոլորի մեջ ժողովուրդ։ Բոլորի։ Ոնց որ այս պատկերը ինչի ուզեցա մնար, ոնց որ նայեք ամեն տեղ, անգամ մատիտ մեջ, անգամ
կետ չկա, տենց որ արյունը չի գնում։ Եվ Աստված ասեց, որ ինքը արյան մեջ է։ Հիմա երբ որ մենք ասում ենք հավաքվում ենք Քրիստոսի անունով ու Տերը ներկա է։ Քրիստոսի մարմինն է, ու մենք ուզած թե չուզած հասկանում ենք, որ հիմա Տերը մեր մեջ է, ամեն մեկին կպնում է իր ուզած ձևով, շարք, որ շատ ժամանակ երգում ենք, շարք, Աննան ասում, շարք, Տեր խնդրում եմ անցիր, ու ինքը մենք որպես մարմին ամեն մեկիս կպնում է։ Երբ որ դուք այս պատկերացնեք իրոք, որ Տերը հիմա անցնում է, դու ստեղ ես, դու մարմնի մեջ ես, ու Տերը կպնում է քեզ։ Վերևում մի քիչ առաջ ասեցի, բայց եթե մատս ձիգ կապեմ կամ ռեզին ամրացնեմ, որ արուն չգնա, ինչ կկատարվի, որոշ ժամանակ հետո այն արդեն ենթակա է կտրվելու։ Պատկերացնում եք ուր եմ գնում, հնարավոր է ինչ որ մեկը ձեր միջից, մեր միջից փակել է իր սիրտը։ Ռեզինա գցե, իրան առանձնացրել է, իրան հեռու է պահում, ինքը իր միտքը փակել է, ինքը նմանվում է այդ ռեզինը գցած մատին, որտեղ Տերը չի կարողանում մտնել։ Արունը գնում է, այդտեղ չի կարողանում մտնել։ Մեզ մնում է մի բան, բացենք մեր սիրտը, մեր միտքը, ու Տերը ազատ մտնի, դուրս գա, ոնց որ Հիսուսն էր ասում, դռան առաջ կանգնած եմ, ով բացի ներս կմտնեմ։ Նույն այդ ռեզինն է, հանում ենք ռեզինը, դուռը բացում ենք, Տերը ազատ մտնում, դուրս է գալիս ու կյանք է տալի մեզ, որտեվ ինքն էլ կյանքն է։ Իսկ եթե վնասվել է ներսի օրգան, ինչ անենք։ Բարձրանում է արյան ճնշումը, Աստված բարձրացնում է արյան ճնշումը, ասելով, որ օրգաններից մեկը վնասված է, խնդիր կա, ներսում խնդիր կա։ Իսկ ինչ ենք անում մենք, դիմում ենք դեղահաբերին ու ուզում ենք ճնշումը իջացնենք։ Որն են հոգևոր դեղահաբերը։ Աղոթք, ամեն, ճանաչված քարոզիչներ, ճամբարներ, որ պետք է անենք, դրանք դեղահաբեր են, վիտամիններ են, որ շատ լավ է։ Աղոթքներ, եկեղեցին սկսում է շնչել։ Հիշում եք, եթե ուշադիր եղաք, սկզբից ասեցի, մարդու ճնշումը իջացնում են, մարդը սկսում է նորմալ ապրելակերպը։ Նույն կերպ եկեղեցին ճնշումը իջնում է, ու մարդը սկսում է իր նորմալ գործընթացը։ Նույնն էլ եկեղեցին իր գործընթացն է սկսում, հանգստանում է։ Իսկ եթե ներսից վնասվել է ինչ որ օրգան, եթե մինչև այդ մենք ուշադիր լինենք, վնաս չենք կրի։ Այսինքն մենք այն ինչ որ կատարվում է, մեզ ցույց տալու համար է, որ մենք պետք է տեսնենք մեր ներսում ինչ որ մի բան կատարվում է ու շուտ կարողանանք հասնել օգնության։ Անցնում ենք երկրորդ տարբերակին, փոխպատվաստում։ Ինչ է կատարվում, որն է հոգևոր դաշտում փոխպատվաստումը։ Հները գնում են, գալիս են նորերը։ Նորերին միշտ ուրախ ենք, երբ որ նորերը ուղակի գալիս են, դա մարմինը մեծանում է ու Աստված բոլորին կհասցնի մատակարարել կյանք։ Բայց ես խոսում եմ փոխպատվաստման մասին, երբ որ ես գնում եմ ու իմ տեղը գալիս է մի ուրիշ եղբայր կամ քույր։ Դա կոչվում է փոխպատվաստում։ Իսկ նորերին միշտ ուրախ ենք։ Ես խոսում եմ դրանից։ Ինչ է կատարվում։ Գցում ենք արհեստական ձևով իմունային համակարգը ու եկեղեցին նորից սկսում է զրոյից։ Բայց սպասում ենք այնքան մինչև ամրապնդվում են ու էլի եկեղեցին գնում է իր բնականon հունով։ Մենք ինչ պետք է անենք։ Շատ իմաստուն կերպով արդեն պետք է իմաստուն դառնանք ու անընդհատ նկատենք ինչա կատարվում մեր կողքերը։ Արդյոք մեզնից մեկը ժպիտը պակասել է, մեկից մեկը տխուր է, մեզնից մեկը տխուր է, մեզնից մեկը փակել է իրան։ Մենք պետք է ուշադիր լինենք։ Ու երբ որ տեսնենք ինչ որ մեկին տխուր, հարցակումներով, վտանգի մեջ, մենք պետք է բոլորով միասին, երակներով, Աստծո միջոցով,
մեր վիտամինները ուղարկենք այդ օրգանին, զուգահեռ եմ անցկացնում օրգան մարդ, ինձ թվում է հասկանում եք, ու ուղարկում ենք վիտամինները ու այդ օրգանը սկսում է շնչել ու բոլորս լավ ենք զգում, որովհետև մենք կապված ենք իրար հետ, եթե մեկին մի բան է լինում, ամբողջ մարմինն է նեղություն կրում, ուրեմն մի քանի օր առաջ տեսա մի եղբայրներից մեկը, որ տրտմած է, փորձեցի մոտենալ, հասկացա, որ ես իրան չեմ կարող օգնեմ, բայց ես գիտեի ով կարա իրան օգնի, զանգեցի մի ուրիշ եղբորը, ասացի, որ այս մի եղբայրը օգնության կարիք ունի, ու դու պետքա, որ իրան հասնես, այսինքն եթե ես փորձեի անեի, ես կվնասեի, ու եթե վնասեի, բոլորս էինք տուժ ունենալու, բոլորս էինք ցավ ունենալու, այսինքն ուր եմ տանում, եթե ինչ-որ մեկին գիտենք, ինչ-որ մեկը նեղված է, տխուր է, կամ առանձնացել է, փակել է իրան, եթե մենք գիտենք, որ մենք իրան կվնասենք, մենք պետք է նաև իմանանք, ով կարա իրան օգնի, այսինքն մենք պետք է իմանանք օրգանին ճիշտ դեղահաբեր տալ, ավել դոզա չտալ, կամ պակաս չտալ, մենք այնքան պետք է իմաստուն եկեղեցի լինենք, իմաստուն քույր եղբայրներ լինենք, որ երբ որ տեսնում ենք ինչ-որ մեկին տկարացած, իմանանք ոնց հասնենք այդ մեկին։ Եվ վերջում ինչ եմ ուզում ասեմ, եթե ինչքան էլ ուժեղ լինենք, հոգևոր լինենք, կրակոտ լինենք, թեկուզ մեռելներին հարություն տալու զորություն ունենանք, եթե մեզնից մեկը, եթե մենք այդքան ուժեղ ենք, բայց մեզնից մեկը վնասվեց, մի օրգան մարմնի մեջից վնասվեց, դա անդրադառնալու է բոլոր եկեղեցուն։ Դրա համար մեզ ինչ է մնում, որպեսզի մենք մեկս մեկի համար հոգ տանենք, մեզ մի բան է հարկավոր։ Սեր։ Մեզ պետք է սեր, որ կարողանանք հոգ տանել մեկս մեկին։ Ինձ թվում է համաձայն եք։ Ամեն։ Քարերը հələ չեն գալիս, լավ է։ Եվ վերջում, որպեսզի սեր ունենանք, այդ ամեն ինչից հետ մեկտեղ Պողոս առաքյալը գրում է առաջի Կորինթացիներին 13:1. Եթե մարդկանց ու հրեշտակների լեզուներով խոսեմ, բայց սեր չունենամ, կլինեմ ինչպես պղինձ կամ ձայն հանող ծնծղա։ Մեզ պետք է սեր եւ էլի սեր, որպեսզի կարողանանք հոգ տանենք Տիրոջ մարմնին։ Ամեն։ Աստված օրհնի բոլորիդ։